Ախպերս ոնց ես։ Լեզ վայրիներին էլի։ Գարթինք փշրինք։ Նորից անսովոր վլոգ է սկսվում, այսօր բայց հետաքրքիր բաներ է սպասվելու, որովհետև արդեն իսկ անհասկանալի սիտուացիաների մեջ ենք եղել, ավելի կոնկրետ մեքենայով գալ Վրաստան, մեքենան թողել ստեղ աերոպորտում, որտեղից թռնեինք Դոհա Պերեսատկով, Դոհայում պետքա լինի երկու միջոցառում, մեկը UFC-ն է, մեկը մեքենաների հետ կապված բան է, ընթացքում կտեսնեք կմնեք ինչի մասին է խոսքը, բայց խնդիրը սկսվել է հենց միանգամից Հայաստանի սահմանին, հենց հասանք սահման, ես տեսա, որ բումաժնիկը նույն ինքը պորտմանը չեմ վերցրել, որի մեջ համ իմ պրավեն էր, համ մեքենայի ցեղ պասպորտը։ Դե բնականաբար մեքենան թողեցինք սահմանին ու տաքսով եկանք։ Հիմա եկե հասել ենք ստեղ, մի 3 ժամից մոտավորապես մեր թռիչքն է, հələ չեմ քնել։ Դե չէ կարա ինչ-որ պրոբլեմ չլիներ, կոֆեն վրաս եմ թափը, սպիտակ չասեմ, բայց բաձու գույների մեջ եմ հագնված։ Եթե անկեղծ ավելի սենց աղքատ բառը չասեմ, բայց ավելի սենց թեթև աերոպորտ երևի դեռ չեմ տեսել։ Լավ տեսել եմ սրանից ավելի թեթևը Գյումրիինն է։ Այս վիճակն է։ Այս սենց վիճակա լիքը, սենց ուջուր խանութներ կա, ոնց որ շուկա լինի ու այնտեղ վերևի հարկը։ Տեսել եմ, որ տանկին դոնատ կա, ունդեղ բարձրանալ ընդհանրապես չի լինում, ամենայն հավանականությամբ, երբ որ հենց ռեգիստրացիան անցնենք, բարձրանանք վերև, երևի։ Այդ ժամանակ նոր մուտք է լինելու դեպի վերևի ֆուդ կորտը։ Իսկ մինչև այդ ներքևի թանկ կոֆեներն ենք խմում, որը հեշ համապատասխան չի իր գնին։ Վերջապես գիշերվա 1:26-ը մենք հասանք Քաթար։ Օրը բացվել է, ճիշտ ասած գնում էինք այստեղ մեքենաների հետ կապված մեծ շոու պետք է լինի։ Գնացինք հասանք պարզապես ժամը 3-ին է բացվում, իսկ այստեղ 2 ժամ դուրսը չես կարա, պրոստա մնաս։ Եկել ենք հիմա Քաթար մոլ, տենանք էս ինչ է։ Ոնց Դուբայում նույն ձև էլ ստեղ, մի տեսակ ոնց որ արհեստական քաղաք լինի, որ նայում ես լիքը մեծ տարածություններ է, բայց մարդ չկա, դե մարդ չկա, հասկանում ես, խի մարդ չկա, շատ շոկ է, բայց ընդհանրորեն պետք է դատարկություն լինի շատ, բայց սիրուն է։ Այս մեքենաները ինչ որ շատ այստեղ գովազդվում, էլի եմ նկատել։ Ընդհանրորեն ասեմ, տենց վաու մոլա չէ, բայց վատ չի, ինչ խոսք, վատ չի։ Մի հատ զգացեք ինչքան սիրուն է իրոք։ Սա մոլի մեջ է։ Ու նորից են ավտոից կստացի այնտեղ։ Այս առումով լուրջ եմ ասում ամեն անգամ տենց է, ինչ-որ առաջի հայացքից նայում ես ինչ-որ թեթև անհասկանալի ուժուր տեղ է, մտնում ես իրանց ինչ-որ այդ կառույցը ու զգում ես ինչքան մեծ ու ինչքան սիրուն է մեջ ամեն ինչը։ Mall of Qatar։ Jet Aur, ոնց է այս ավտոն կոչվում, Jet Aur, հիմա այս բուջոր էկրանով եմ նայում, սենց ոնց որ Նիվա լինի։ Լրիվ պատահական հայտնվեցինք այսենց խաղասրահում, այստեղ սիրուն բոուլինգ կա, այստեղ բիլիարդ է, մի տեսակ ընդ սիրուն է, սարքածս ամեն ինչը։ Իրականում էսի սինեմայի է յանց մոտ։ Արա այս է կայֆ սիմուլյատոր, Boeing-ի սիմուլյատոր է, այս է լուրջ եմ ասում շատ հետաքրքիր բան է։ Boeing-ի սիմուլյատոր է։ Այս իրանց սինեմաս թառնեմ, այդ զգացեք ինչքան սիրուն է էլի։ Այս Boeing-ի հետևից պետք է գալ։ Այդ պապահը մի քիչ անհարմար էր հարցում ինչքան է Boeing-ի սիմուլյատորը։ Ասում եմ ներքևը մուտքի մոտ պետք է մտնես վճար անես, հետո նոր մոտենաս տե, ասացի լավ, իլյուզիա обмана 3-ը։ Մեծ զգացեք ինչքան սիրուն են սպահը իրեն կարը։ Ժողովուրդ մի հատ նայեք ինչ եմ գտել։ Այս ավտոներով այս այստեղ գազեր ենք տալու։ Օրը մի հատ զգա ինչ գազան ձև է այս ամեն ինչը աշխատում։ Ցույց տա գնամ նայեմ։ Ջարդինք փշրինք։ It's very funny, you know. It's so funny. Yes. It's very funny, you know. It's so funny. Չէի տենում դրա համար տենց է լավ։ Արբետ ու պատկերացրու ես ինչքան գազանություն է ինքը իրական։ Հեսա կային եսի բարձանամ նայ։ Thank you man. I wanna jump. Ես այս ավտոներից միշտ տեսել էի, բայց երբեք մտքովս չէր անցել, որ սենց հավես բան է ինքը։ Էն որ բան կա, վիդեոներ կա, նայում ես ասենց մեծ տարիքով տղեկ կանգնած պուլտով ավտոն խաղում ես դրանից է։ Տան
Max Verstappen, բայց դա չնայած Mercedes-ը։ Ուրեմն ինչա տեղի ունենում։ Եկանք հասանք Grand Auto Show, հեսա տիկետները առնում ենք։ Ես արդեն ցած աշկի ծերով տեսել եմ ներսը ինչա կատարվում ու ինչ մեքենաներ կա։ Ու կստացի չգիտեմ ինչի դիմացնել մարդիկ ինչ-որ շատ լուրջ ավտոներով էին գալիս։ Այս երկու օրը արդեն ստեղ ֆռում ենք, ճիշտ ասած ինչ-որ տես լուրջ ավտո չեմ տեսել ընդհանրապես, բայց ստեղ դիմացը 911 էր կանգնած, 603-ներ էին կանգնած, առաջի անգամ հազիվ BMW տեսա։ Կստացի ես այս կողմը BMW չէի տեսա։ M3 էր դիմացը կանգնած, բայց այդ մարդիկ ուղղակի եկել էին նայելու, ոնց հասկացա։ Իսկ ներսը անենց ավտոները մարդած այնց հերվից տեսա։ Ասա մտնենք ներս սաղ ցույց տամ։ Օրա դե։ Չէ, հարց չի։ Դյադիկո, դու ինչ ես անում ստա։ Ժողովուրդ գտել եմ աղբերա է։ Լսարան, ես ինչ լավ ստացվեց, որ այս օրերին սենց բան կա ստեղ, հələ սկիզբն ենք, ընդհանրապես հերվում Porsche-ներ եմ տենում հին, սա հերթով անցնենք։ Միած զգացեք ինչ Nissan-ներ են ստեղ, չէ անկեղծ, այսօրանք էլ են էլի, լեգենդար տեսքով մաշնակ են։ Օրոդեսն չեշ կա, Օրոդեսն չեշ կա, ինչ-որ ռեկորդագիր ավտո է, Qatar Custom Show, չէ, սուտ սենց բանի։ This is Supra։ Այս մարկա, Գազանիկ։ Кто ты, воин։ Էլի հարց չկա այս ավտոն թող լավը լինի, բայց մի հատ դյադին նայեք էլի։ Մի հատ էլ է սրան էլի։ Իրականում լիքը հետաքրքիր ավտոներ կա, բայց մեջները կա տենց լեգենդար առանձին բաներ, լիքը սուպերքարեր կան, տեղ հեռվում տենում ես հետա կմոտենանք, բայց ընդհանուր առմամբ սենց որ նայում ասում, արա ինչ կայֆ է, էլի, արա խի սենց բաներ չկա Հայաստանում։ Իրոք էլի խի սենց բաներ չկա Հայաստանում։ Նշ չի չկա ավտոներ հաստատ կա։ Խի չկա սենց կազմակերպված բոմբ շոու էր։ Սեց Mercedes-ներ։ Դու ինչ ես, արա Xiaomi։ Alfa Romeo։ Այ քեզ հետաքրքիր բան։ Lotus։ بسم الله الرحمن الرحيم السلام عليكم ورحمة الله وبركاته. Ladies and gentlemen. Հազար էսլամա։ Ինչ որ ես եմ ինչ կամարոյա, կապոտի տուրբինները RS-ա։ Okay, Chevrolet Camaro RS-ա։ Եկա։ Հարց չի ուժեղ էր ձենը։ Ստեղ երևում է Ferrari, որը դե լավ ես ինչ հետաքրքիր է։ Սրա սալոնը։ Դե չես կարա, չընդունես, որ սա է լավ այրենի մեքենա։ Հասկացողները թող ասեն սա խիաստ է։ Ես ինչ-որ բան է նշանակում հավանաբար։ Դե չես սենց որ ես նայում եմ իմ համար պրոստը ոնց որ ավտոշուկայի ավտո լինի, ինչ-որ հետաքրքիր body kit-ով, չնայած չեմ կարող ասեմ հետաքրքիր է թե չէ, տարբերվող body kit-ով լավ, սա կարբոնից մինին, ձեզ բարև ձեզ, Medal of Honor-ի մեջի ավտո եմ գտել։ Արա հենա, մի հատ է մեդալի մեջից ավտո, բայց հերթով անցնենք, սա Suzuki է, Կստացի, մեջ ուտելու բաներ կա, ու քիչ չի, այս ավելի մեդալի մեջի ավտո է, ստե ուտելու բան չկա։ Fiat Ora de սովես դու Լես խելակարին Էսի գիտեք ինչ ձենով ավտո են, որ Եկա, համպերի, եկա, տեսել եմ 60 կուզով եմ 5 Բարև ձեզ Արա դե ես ինչ հետաքրքիր ավտոներ կա էլի Πάει. Սենց ավտոների հետ ստեղ կա Lamborghini-ներ է Մի րոպե այս աղբորը ցույց տամ, նոր իրենց ցույց տամ Ստեղ կա սենց գազաններ Այս ավտոյի դիմացը սենց առանձին դուրս է գալի, հավանաբար շատ թեթև է Lambo
կորվետ։ Այն որ անկեղծ շատ տպավորիչ ավտոներ կա։ Ցավալի է, որ BMW շատ չկա, չգիտեմ ինչի հետ է կապված։ 3 հատ եմ տեսել որ BMW, չգիտեմ խիակիչ, բայց շատ հավես են սարքել, շատ թույն մտնոլորտ այստեղ լուրջ եմ ասում։ Ալեզ վայրիներին էլի։ Ինչ ավտոներ է էլի։ Կետնին կպած, հələ սրան։ Ոնց հերթով մեքենաները բարձրանալու են այս պոդիում, հիմա Լամբոն է գալի։ Հավայի բանա, գտել եմ աղբորը, գտել եմ։ Տարվեցարը։ Հա դրիֆտ քարը սարքած։ Այս ավտոն հիշում եք, սրանից կոսմոսը ուներ, մեկ է Մայքլ Ջեքսոնը։ Օրոդելի ինչ ամերիկացի քետ։ Ալես բագիրային արա։ Մուստանգն է եղա։ Մուստանգն է։ Այս է սաունդ ավտոյա։ Ի։ Ախպերես ոնց ես։ Աստղային երկինքը Բոլ ձյաձայի ավտոն Հələ սրա ակերը էլի Ես ինչ են անում ախպեր, խելք անում Is it free? Yes. Yeah. Here we go now. Ոնց է։ Արա, որս այդ Արա հերթ չկա շատ։ Արա BMW-ներ, արի, կտանձի Արա ես ինչ լավն եք դու կամերա սաղատ Մի հատ ավտոյի չապ զգացեք էլի Ախ ես ով ես դու Լավ Արա Տեսլա կա Զուտ դուալ մատորն է կստացի Արա բայց դեմը կարբոնից է հավաքած Ու կարբոն է Ոնց որ չէ արա կարբոն չի Մոնյա Մակվին Լիքը ավտո կա ստեղ լուրջ եմ ասում Ստեղ լիքը ավտոներ տեսա որ ընդհանրապես դեռ ջեվի չէի տեսել Լիքը ավտոներ էլ տեսել էի, բայց ստեղ մի տեսակ այնց աուրայով այս ամեն ինչ ներկայացրած, որ էլ ասելու չի։ Բայց այսքանով մեր օրը չի վերջանում, մենք գնալու ենք դեռ UFC նայելու, Արման Ծառուկյանին պետք է գնանք այնտեղ բալետ անենք։ Այնց որ հյուրանոցում ենք գնում ենք Արման Ծառուկյանի մենամարտը նայենք, տաքսին արդեն ռոձի եկել է, սա իջնում ենք նստենք մեքենան ու գնանք UFC։ Կյանքումս առաջի անգամ նման միջոցառմանը, ասում են, որ շատ շքեղ ինչ-որ ուժեղ բան է սպասվում։ Այս է հյուրանոցն է։ Visit Qatar, սա UFC գրվածքը։ Ստեղի ժամով ժամը 4:20 է, դա նշանակում է, որ 40 րոպեից արդեն գեյթը բացվելու է, կարանք մուտք գործենք։ Սենց վիճակ է։ Հələ ահավոր շատ մարդ չկա, բայց արդեն հավաքվում են, բայց ինչ-որ շատ լուրջ ստուգում հələ չի եղել, թե ինչա սումքի մեջ այդպես բաներ հələ չի եղել, բայց իմ կարծիքով լինելու է։ Արա այնտեղ գլխարկներու շորերը։ Ստեղ արտանում է մեջից շոպոգոլիկը, այն որ երբեք ինձ պետք չի, բայց չգիտեմ ինչի ուզում եմ UFC-ի գլխարկից հիմա։ Ես ամատ մոտենանք տենանք սիրուն բան կա թե չէ։ Վերջ։ Տոմսերը արդեն ստուգեցին։ Հիմա արդեն քայլում ենք որ մտնենք։ Հայլո միալմո ինչն է դուրս գալիս, օրինակ Հայաստան որ ֆուտբոլի խաղեր է լինում, այս պահը ասում են որ ավելի տենց բարդ է անցնում, իրար հրելով, հերթ չտալով, ստեղ այնց մենք զգացեք ակուրատնի հերթ են բոլորը կանգնած։ Thank you so much. Զգացեք ինչքան civil է ամեն ինչ տեղի ունենում էլի։ Hello sir. Hello. Զարմացա որ բարևեցի։ Ընդհանուր Քաթարում ոնց հասկանում եմ աշխատող սաստավը, աշխատող մարդիկ հիմնականում էմիգրանտ են ու շատ քիչ տեղ է տենց լինում, որ ինչ-որ մեկին որ մոդելում ես ասում ես hello sir բան, նրանց են զարմանում, որ տենց ես իրանց հետ խոսում ու իրանք էլ շատ սիրալիր ու շատ բարեհամբույր են։ UFC Visit Qatar. Hello sir. This way. This way, thank you. Արա իդեալական է կազմակերպած ամեն ինչ։ Շատ։ Լուրջ եմ ասում քեֆս բերում է։ Շատ հեշտ ու ճիշտ կազմակերպած է, սա լուրջ եմ ասում։ Hello. Thank you. Ժամը 23:00-ն է, ժամը 5-ից սպասում ենք այս մենամարտին։
Մարտը վերջացավ, չթողեցին ոչ մի բան նկարեն կամերայով կոնկրետ։ Արձականյանն էլ ասպե։ Արա դե շատ անսպասելի էր ապե։ Արա ես չի կյանքում մտածի որ իրանց նկարան Անկեղծ ապե, անկեղծ։ Տիգրան Արձականյանն էլ էր ստեղ։ Չգիտեմ կադրում երևաց թե չէ, բայց ստեղ էր կարճ ասած նոր։ Կարճ ասած, չթողեցին նկարենք այս կամերայով, հեռախոսով ինչ նկարել եմ, բայց դե հաղթել ենք, հենց տենց տրամադրությամբ եկել էինք։ Ես այլի կմիանամ։ Նորից բարելույս բոլորին, եկել ենք նոր մոլ։ Այս մոլը ինչով է տարբերվում մնացած մոլերից, որ սա քաղաք են սարքել, փակ երկնքի տակ կարելի ասել, բայց այդքան էլ փակ չի, ոնց տեսնում եք, այս ամեն ինչը սենց նկար է, ոչ թե իրական է։ Ու ստեղի ամենահետաքրքիր բանը այս գետն է, սենց ասած, որը նմանացել են Վենետիկի, նստում ես այս իրանց նավակները, ամբողջ մոլով պտտում են ու տեսնում ես, թե մոլում ընդհանուր առմամբ ինչ կա, որ այդքանը չքայլես։ Կարճ ասած, ինքը էլի հավես բան է ու ասեմ, որ բավականին էժան է։ Ապա հասցնում ենք նայենք ինչ կա կստացի։ Այս մոլի մասշտաբը պատկերացնելու համար մեջը կա կատոկ։ Բայց ես միշտ ասում եմ, թե Դուբայում, թե Աբու Դաբիում, թե ստեղ կարծած այս արաբական սենց հարուստոտ երկրներում այնքան արհեստական ամեն ինչ չեք պատկերացնի։ Այն որ մինչև չտենաս չես կարող հասկանաս ինչքան արհեստական է ամեն ինչ։ Ստեղ ֆոնտաններ ա լինելու երեկոյան, ներքևն է կաֆեներ ա։ Մի քիչ նմանացած է որպես իր լոգիկայով Դուբայ մոլի ընտակի հատվածին։ I have a question to you. Please help me. Do you have Metradatel? Մանուկյան Գարնիկ։ Ով է հիշում ես էպիզոդը Գարքին հաղորդում, այդ քիչ առժում ենք հիշենք, թե ինչա քարտուղարու անունն է, թե հիշում եք ներքևը կոմենտում գրեք։ Այսօր վերջին օրն էր, ուրեմն մի քանի բան եմ գնել, այսի իմը չի, ստեղից է բանկայի իմը չի կնոջս համար է, կարճ ասած։ Իրականում Քաթարում եւս Դուբայի պես կան մոլեր, որտեղ ամեն ինչ շատ թանկ է ու կան մոլեր, որոնք ամեն ինչ բավականին մատչելի են ու Հայաստանից որ հաստատ ավելի մատչելի է ու ինչն է շատ կարևոր, այդտեղ այդ է ճշտում հարցնում, ասում կարա ինչ-որ բան օրինակ չեմ օրիգինալ չլինի, ում հարցում եմ խնդալով ասում են, ինչ ես ասում, գիտես մեզ ինչ կանեն հանկարծ ինչ-որ բան օրիգինալ չլինի։ Այդտեղ մի հատ կարևոր բան ես նկատեցի, օրինակ եթե վերցնենք Apple-ը, ես միշտ Apple-ը այդ հարցը նայում եմ ու մոտավոր պատկերացում եմ կազմում, հիմնականում ամեն տարի հենց այս ժամանակաշրջանի, երբ որ Apple-ը նոր է դուրս եկել կարելի ասել, ու այս դեպքում հիմա արդեն մոտարապես ամիս ու կես 2 ամիս անցել է, որ նոր ռելիզներ եղել է Apple-ի, կոնկրետ ստեղ Քաթարում, իրանց ամենամեծ մոլերից մեկում, Apple-ի խանութում գինն էի նայում, ինքը ոչ թե շատ մոտ է Հայաստանի գնին, այլ կարելի ասել Հայաստանում կարող է ավելի էժան կարողանա ձեռքվես, եթե գիտես որտեղից ես գնում։ Բայց օրինակ Դուբայում, եթե վերցնենք Բուրջ Խալիֆայի հենց կոնկրետ Apple-ի խանութը, այնտեղ գինը ավելի մատչելի էր։ Կարծես այդ առումով չեմ հասկանում ինչու՞մ է տարբերությունը, խիա ստեղ ավելի թանկ, քան նույնիսկ Երևանում, բայց ամեն դեպքում հավանաբար ստեղ կարող է լինի ինչ-որ շուկա, որտեղ ավելի էժան է, բայց ես կոնկրետ հենց միշտ Apple-ն եմ դիտարկում, Apple-ի պաշտոնական խանութը։ Ստեղ Apple-ի պաշտոնական խանութը ավելի թանկ էր, քան Դուբայի պաշտոնական խանութը, քան Apple-ի սայթը ու ինչն ավելի զարմանալի, քան Երևանի շատ ու շատ խանութներ։ Նու ստեղ այն պահը չի, որ Երևանում կարող ինչ-որ բան վատը լինի կամ պատենտ լինի, պատենտը արդեն ընդհանրապես վաղուց չեմ լսել այդ ինչ-որ բան, որ պատենտ լինի Apple-ի հետ կապված, բայց Երևանում եթե գիտես որտեղից ես ձեռք բերում, էլի բավականին հարմար ձեռք ես բերում։ Ստեղ ընկերոջս խանութը գովազդան է MyMobi-ից կարակ ձեռք բերեք, որովհետև իր մոտ ամենալավ ու հարմար պրոդուկտներն է, արդեն մոտ մի 4-5 տարի է ես կոնկրետ հենց այս խանութից եմ ամեն ինչ օգտվում, հենց որ համեցեք կամ զանգահարեք իրենց։